Ավելի քան 2 տարի եմ Արցախից հեռում, Միլենան փորձում է իրականություն դարձնել Արցախի հետ կապված իր գաղափարները։ Արցախյան բարբառը նրա համար արդեն պարզապես խոսք չէ, հիշողություն է եւ նորը ստեղծելու միջոց։ Միլեյվ շոփը Միլենան հիմնադրել է դեռ Արցախում։ Գաղափարը ծնվել է 2021 թվականին, երբ նորի փնտրտուքի ընթացքում հասկացել եմ, որ սիրում է զբաղվել գրաֆիկական դիզայնով։ Բացեցի այդ ու սկսեցի տարատեսակ ստիքերներ պատրաստել, հիմնականում 3D տարբերակով եւ թղթային։ Այնուհետև որոշ ժամանակ անց որոշեցի նաև Telegram-ի համար Արցախի բարբառով ստիքեր փեկ պատրաստել եւ երբ հասկացա ու նկատեցի, որ շատ մարդկանց կողմից է այն սիրվել, սկսեցի նաև 3D ստիքերները եւ թղթային ստիքերները պատրաստել նաև Արցախի բարբառով։ Այսպես փոքր քայլերով Միլենան սկսեց իր գործունեությունը։ 2023 թվականի բռնի տեղահանությունից հետո շատ է մտածել Հայաստանում Արցախի բարբառը պահպանելու մասին եւ որոշել շարունակել սիրելի աշխատանքը։ Երկար մտորումներից հետո ի վերջո հասկացա, որ այսօր առավել քան երբևէ ես պետք է վերսկսեմ իմ գործունեությունը, քանի որ մենք կանգնած ենք շատ լուրջ վտանգի սպառնալիքի առջև, դա Արցախի բարբառի եւ իր ենթաբարբառների ոչնչացումն է։ Փորձն ու գիտելիքները զարգացնելու, ինչպես նաև բիզնեսի աճին նպաստելու համար մասնակցել է Արցախ միության կազմակերպած Արցախյան տեղահանված գերփոքր ու փոքր ձեռնարկատերերի քարտեզագրում, իրազեկում եւ կարողությունների զարգացում ծրագրին։ Այն իրականացվել է Իզմիրլյան հիմնադրամի համաֆինանսավորմամբ։ Արցախ միության դասընթացները ինձ տվել են հստակ ուղղորդում, հատկապես մենթորության փուլում։ Ես դասընթացների միջոցով կարողացել եմ հասկանալ, թե որոնք են մեր ուժեղ կողմերը, որոնք ունենք եւ որոնք կիրառում ենք բիզնեսում, ինչպես նաեւ բացահայտել այն թույլ կողմերը, որոնք ունենք եւ որոնց ուղղությամբ անհրաժեշտ է որոշակի գործնական քայլեր իրականացնել։ Բռնի տեղահանությունից ընդամենը 2 ամիս անց Միլենան արդեն պատրաստ էր նոր տեսականիով ներկայանալ հաճախորդներին։ Նպատակը մեկն էր՝ պահպանել Արցախի ու արմատների հետ կապը։ Ունենք 3 տեսակի հիմնական պրոդուկտներ՝ Արցախի բարբառով ստիքերներ, Արցախի բարբառով նոթատետրեր եւ պլանավորման տետրեր։ Առաջիկայում նաեւ այս տարվա ընթացքում պլանավորում ենք նոր գրենական տարբեր պրոդուկտների ավելացումը մեր տեսականու շարքում։ Արցախից լավ տեղ չկա, պենտկաց կիլաննք, սրտդ լեն պահե եւ Արցախի բարբառով շատ այլ օրհնանքներ ու գոտեպնդող խոսքեր, որ մարդիկ ուզում են տանել տուն, որպես հիշողություն եւ ուժ։ Ունեցել ենք շատ քիչ, բայց ակնառու պատվերներ արտասահմանից, թե սփյուռքահայերի կողմից եւ թե ազգությամբ ոչ հայ, օրինակ ազգությամբ հույն մարդու կողմից, ովքեր շատ սիրում են Արցախը եւ կապված են Արցախի հետ։ Հեռու լինելով Արցախից, նա փորձում է իր աշխատանքով մոտ պահել Արցախը, մոտ լինել Արցախին, որ Արցախի բարբառը ապրի ոչ միայն հիշողություններում, այլև մարդկանց առօրյայում։